Օրերս պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ վաքսային զննման են ենթարկել Հայփոստ փակbaşնտիրական ընկերության միջոցով Իսպանիայի թագավորությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու առաքանի։ Արդյունքում կենդանիների համար նախատեսված միանման երկնակներից հայտնաբերվել են 178 գրամ եւ 250 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակներ, լցված կոկային տեսակի թմրամիջոցներով։ Պարզվել է նաեւ, որ առաքանիների հասցեատերերը բնակվում են տարբեր քաղաքներում եւ առաջին հայացքից իրար հետ որևէ առնչություն չեն ունեցել։ Հայտնաբերված զանգվածների նմանությունը սակայն կասկած է հարուցել մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների մոտ եւ առաքանիները հնարավոր ստացող անձանց վերաբերյալ իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ։ Վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները համագործակցելով Հայփոստի անվտանգության աշխատակիցների հետ ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ 178 գրամ կոկայինի փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանի ստանալուց հետո Երևան քաղաքում թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ցակացիմնավոր կասկածով ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Ա.Ս.Ն. եւ Ա.Ե.Ն։ Նրանցից մեկը անձնակահուղարկության ընթացքում ներկայացրել է լիցքավորված թմբուկավոր հրազենային ատրճանակ։ Ձերբակալված անձինք ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են։ Հայփոստի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվել են։ 250 գրամ կոկային տեսակի թմրամիջոցի փոխարեն այլ զանգվածներով փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանի ստանալուց հետո Դիլիջան քաղաքում էլ ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի։ Ձերբակալվածները ներկայացվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են։ Պետմաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի եւ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված առաքանիներում հայտնաբերված կոկային տեսակի թմրամիջոցների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը եւ այնուհետեւ դրանց ստացումը կազմակերպել ձերբակալված Ա.Ե.Ն։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված անձանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ, հայտնաբերվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ։ Դատարանի համապատասխան որոշումների հիման վրա ձերբակալվածներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։